Հանդապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանին, պարոն Անտինյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Երկրորդ նախագահն է այսօր ասուլիս տվել եւ նշել, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ունիկալ իրավիճակ է ստեղծվել։ Առաջին անգամ պատմության մեջ, ասում է Քոչարյանը, ընտրական պայքարի ժամանակ հնչում են հարցեր, նախընտրական պայքարի ժամանակ հնչում են հարցեր Արարատ թե Արագած բովանդակությամբ, այսինքն կասկածի տակ է դրվում մեր ազգային ինքնությունը, նաև հավելել է, որ սա համագործակցության լայն դաշտ է բացում քաղաքական ուժերի համար եւ հնարավոր է կարելի է ստեղծել նախընտրական խոշոր բլոկներ։ Կհամաձայնեք Քոչարյանի այս դիտարկումների հետ։ Նախ իմ մոտ այն տպավորությունն է, որ Քոչարյանի պիտի մեկնաբանեն հնեաբանները, ինքը այնքան հին է, այս process-ի համար, ինքը այնքան ժամկետանց է, էլի 2021 թվականին ինքը օգնեց իշխանություններին, որպեսզի իրան որպես հրեշ ներկայացնեն եւ դրանով իրան կընտրվեն, ժողովուրդը գնար Նիկոլ Փաշինյանից այն տա։ Հիմա այլևս ինքը մոդա չի։ Հիմա ինքը որպես ակտիվ process-ների մեջ համախմբման ինչ-որ բաներ են խոսում, հայտարարություններ են անում, այսպես նայենք։ Համախմբումը շատ լավ է հնչում, բայց ինչի շուրջ։ Այսինքն Փաշինյանին հեռացնելու շուրջ, որ Փաշինյանի գնալուց հետո Քոչարյանը գա, կա մի հստակ նորմ, որը սահմանադրորեն ամրագրված է։ Համարենք դա մեզ համար ուղեցույց։ Դա որն է։ Սահմանադրության 110-ին հոդվածը, երբ որ ասում է անհամաձայնություն ես հայտնում վարչապետին, պետք է ներկայացնես քո թեկնածուն։ Եթե քո տեխնացուն բավարար ձայն չի ստանում, նշանակում է վարչապետը մնում է իր տեղը եւ համարվում է, որ ինքը ստացավ վստահության քվե։ Այսինքն դա ինչ է նշանակը։ Այդ նույնը պրոյեկտենք ընդհանրապես հասարակական հարաբերությունների քաղաքական դաշտում։ Եթե դու առաջարկում ես մերժել մեկին, դու պետք է առաջարկես ինչը ինչով ենք փոխարինում, որ գաղափարով, կամ ումով ենք փոխարինում։ Եթե դու ուզում ես փոխարինես քեզանով, համախմբում լինել չի կարող։ Ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում, այլ ուղղակի չեն կարող պաշտպանել, որ դու գաս, կամ քո որևէ համակիր կա, որովհետև դա նաև մեզ համար աշխարհաքաղաքական ընտրության խնդիր է։ Որովհետև եթե մարդիկ մեզ նկարագրում են, մենք կգանք էս կանենք, սոցիալական էս կանենք, մյուսը էս կանենք եւ այլ, ասում ենք Յորջան, մի հատ դրեք մի կողմ, հա։ Այդ հեքիաթները պահեք, ցածր դասարանի աշակերտներին կպատմեք, թե դուք ինչեր եք ան, առավելից տեսել ենք, թե դուք ինչ եք արել, մի բարդ չի հասկանալը։ Խնդիրը ստեղ ուրիշ է։ Մենք ասում ենք հարգելիս, Հայաստանը ունի ընտրության հնարավորություն, ինքնիշխան պետությունը։ Սա մի հատ ընտանիք է Եվրամիություն, որը նաև հիմա անվտանգային խնդիր է լուծում։ Այսինքն մի հարվածով լուծում է երկու խնդիր։ Ես սա Ռուսաստան, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ այլ։ Ստեղ Ամերիկա, Եվրամիություն, ՆԱՏՕ, ստեղ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Հիմա մենք ընտրություն ենք կատարելու։ Մեզ ասում են մենք կարող ենք բարելավել սա, ասեմ հարգելիներս, բերեք մի բան հասկանանք։ Եթե դու նստես ավտոբուս, այդ ավտոբուսը ճունինգ անես, դու էլ հայկական շուստրիությամբ, ճարպկությամբ գնաս վարորդի կողքը կանգնես, միևնույնն է դու երթևեկելու ես ավտոբուսի արագությամբ։ Ինչ էլ բարեփոխես, կոսմետիկ բարեփոխում է։ Եթե դու նստել ես ինքնաթիռ, նույնիսկ ամենավերջի տեղն ես նստել, այդքան էլ հարմար չի քու տեղը, բայց դու թռնում ես ինքնաթիռով։ Այսինքն Եվրամիության համակարգը, սկսած արժե համակարգից մինչև տնտեսական ցուցանիշները, մոտավորապես ինքնաթիռի եւ ավտոբուսի տարբերություն է։ Եթե նույնիսկ դու ապացուցեցիր, որ Նիկոլ Փաշինյանը վատն է, դրանից դու լավը չես դառնա, որովհետև քո ծրագիրը մեզ տանում է նորից ավելի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ եւ միայն հիվանդ մարդը կարա ագրեսոր Ռուսաստանի ղեկավարին պատվիրակի Հայաստանի ճակատագիրը։ Չի կարող նորմալ մարդը, որը ասում է ուկրաինացին իմ եղբայրն է, իմ արյունակիցն է, հանկարծակի ես բերել նրան, որ հարցակվես մի քանի օրում գրավես, չի ստացվել դա, միլիոնից ավել զոհ ես տվել, համարում ես միլիոնից ավել էլ իրանք են տվել, չնայած ավելի քիչ է, բայց եթե դու դա տենց ես ավելի վատ քո համար, ինչի համար ես դա անում, մենք ում հետ ենք ուզում լինենք, մի մարդ, որ տանում է իր ժողովրդին կոտորի,
Մի մարդ, որ տանում է իր երկիրը հանձնում է Չինաստանին, մի մարդ, որ աշխատուժի պակասի համար հնդիկների հետ գնացել պայմանավորվել է Նարենդրա Մոդիի հետ, ասել է հնդիկ բերեք, ինքը հնդիկ աներմուց է։ Ուղղակի դուռը բացել են, ասել են եկեք։ Ասում եմ ժողովուրդ ջան, ով որ ուզում է իմանա այդ հնդիկները որտեղից են եկել, ես ընդհանրապես ազգի նկատմամբ net չունեմ, էլի ես կամահարական վերաբերմունք։ Շատ տաղանդավոր, շատ ինտելեկտուալ հնդիկներ կան, շատ բարձր պրոֆեսիոնալ, որոնք արևմուտքում իրար ձեռից խլում են։ Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր կյանքում սանհանգույց չեն տեսել, ովքեր փողոցում որտեղ ուտում են, նրա կողքնել իրենց կարիքներն են հոգում, ով չգիտի ինչա բանը լողանալը Աղքատ շերտը մի այսինքն դու խայտարակուց աղքատել կա է նրանց նրանք այդ ապրելակերպով հիմա Մոսկվայում են ապրում էդ եք ուզում դուք հիմա Հայաստանին դա եք կամենում հիմա եթե որևէ մեկը ինձ ասում է որ Նիկոլ Փաշինյանից պրծնենք հարավ բրծար ուր է ստանում Հայաստանը Այդ իմանանք նույնիսկ այնքան են տենց հայտարարություններ անում, բերեք բոլորով միավորվենք, ինչի շուրջ։ Այսինքն ոնց կարելի է այդ աշճանի անգրագետը լնել։ Եթե դու միավորվում ես, ներկայացնում ես նախընտրական ծրագիր։ Այդ նախընտրական ծրագիրը, որ հաղթես, գալու ես կատարես։ Հիմա ես միանում եմ մեկի հետ, որտեղ գրած է, մենք պետք է հապկն վերականգնենք մեր դիրքերը, մենք պետք է ավելի սերտ համագործակցենք Ռուսաստանի հետ, եւ այլ եւ այլ։ ԵԱՏՄ եւ այլ եւ այլ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, այդ ծրագրի տակ ես որ մտնում եմ, որ ինչ անեմ։ 20 տարի խոսել եմ լրի ուրիշ բանի մասին։ Այսինքն մենակ նրա համար, որ Փաշինյանը գնա պետք է դրան միանա։ Բայց այդքան խելք ու շնորհք ունեք, եկեք միացեք, Փաշինյանին տուն ուղարկենք, բայց Հայաստանն էլ ուղենք դեպի Եվրոպա։ Եթե դուք այդքան սկզբունքային եք, ձեր կյանքի նպատակը Փաշինյանից պրծնելն է, խնդրեմ։ Ձեր երեխայի ապագան դուք լավ հասկացանք դուք կախում ունեք ինչ որ առիթով այսօրվա Ռուսաստանի իշխանությունների հետ չեք կարող տարանջատվել։ Բայց ձեր երեխաների ապագան դուք որտեղ եք տեսնում։ Ռուսաստանի հետ։ Դուք չեք տեսնում որ այնտեղ որտեղ դրոնը չի խփել Ուկրաինայի։ Իրանք հիմա ձմեռվա կեսին ոչ ջերուցում ունեն, ոչ հոսանք ունեն, ոչ ջուր ունեն։ Այդ երկրի մասին ենք մենք խոսում։ Դրա համար երբ որ իրանք դետալներ են բերում, որ այ գիտեք մենք կգանք սա կանենք։ Ժողովուրդ ջան, ի սկզբանե արդեն պարզ է դուք որտեղ եք Հայաստանը տեսնում։ Մենք իր հետ չենք կարող ընդհանուր ճանապարհ ունենանք։ Պարոն Անտինյան, Քոչարյանն ասում է, մենք գնում ենք ընտրությունների ավելի լավ դիրքերից, քան եղել է 2021 թվականին եւ որպես կանոն նախընտրական պայքարի մեջ մտնող քաղաքական ուժերը սովորաբար իրենց հնարավորությունները բարձր են գնահատում։ Գուցե սա ընդամենը այդ քարոզչական շղարշն է, որ իրենք այո ունեն հնարավորություն, այո կարող են մտնել պայքարի մեջ եւ ինչու՞ չէ հաղթել։ Իրանք իհարկե ունեն մեծ ֆինանսական ռեսուրս, ունեն հնարավորություններ, նաեւ ասեմ ինչով, որտեղ իշխանությունը իր գավառական ճարպկությամբ, որը կարող է շատ մեծ խնդրեմ բերի մեր երկրի գլխին, Նիկոլ Փաշինյանի ճարպկությունը, որ տեսեք ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, այս ռուսամետները գալիս են։ Բայց երբ որ չափը ինքը անցնում է, ռուսամետների ազդեցությունը 24 ժամ դրած իրար հետ վիճեն, կռիվանեն, իրար ուտեն, մենք էլ ասենք բարեախորժակ չխառնվենք, ասենք իրար կերեք։ Արդյունքում գալու է մի վիճակ, որ աշխարհաքաղաքական խառը վիճակի ժամանակ մի օր նստի Պուտինը Տրամպի հետ խոսա, ասի դե լավ, Ուկրաինայում ես հարցը զիջում եմ, Կովկասն էլ դե իմն է, չէ, դե դու ես կանգնել ասել, դե Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտի է։ Այսինքն դուք հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մենակ իր գլխին կարող է սարքի, մեր երկրի գլխին սարքի։ Այսինքն շատ է ինքը տարվել ողջևորվել 21 թվականը կրկնելու 26 թվականին, որ էլի մեր հակառակորդը Ռուսաստանն է։ Մի մոռանա, որ Տրամպը կարող է գործարքի գնա Պուտինի հետ, այսինքն երկրի ներսում մի ոչնչացնի այն հարթակը, որ մենք խոսենք, որ Հայաստանի ապագան սա է, ու Հայաստանը պետք է քաղաքակիրթ ընտանիքի անդամ լինի։ Ասես չէ, դուք մի խառնվեք, սպասեք մենք կռիվը գնա բանի ռուսամետների հետ, երբ որ ամբողջ օրակարգը ռուսամետներով լցրեցիր, մի օր ուղղակի Պուտինը կգնա Տրամպի հետ գործարքի, եւ այս տարիների չարչարանքն ու այս ամեն ինչը հոդս կծնդի։ Այսա նաեւ իշխանության սխալն է։
Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ դուք անդրադարձաք թրիփին, բայց այդ ժամանակ հստակություն չկար բաժնեմասերի մասով եւ թե վարձակալության մասով։ Հիմա ունենք հայտարարություն 49 տարով վարձակալվում է տարածքը եւ Հայաստանի բաժնեմասը 26%-ի, ԱՄՆ-ինը 74%։ Քոչարյանին հղում եմ անում, բայց ամեն դեպքում խոսել է, ասում է, որ սա դառնալու է Հայաստանի համար ամենամեծ անվտանգային սպառնալիքը, որովհետև թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է, ԱՄՆ-ն էլ այս ծրագրում զրո տնտեսական շահ ունի։ Հիմա եւ Քոչարյանի ասացները եւ ձեր դիտարկումները թրիփի հետ կապված, որ ասում եք, քանի դեռ հստակություն չկա բաժնեմասերի մասով չեն կարող ինչ որ գնահատական հնչեցնել, հիմա ինչ կարող եք ասել։ Երբ այսպիսի հստակություն կա, Քոչարյանի գնահատականը օբյեկտիվ է, հիմք ունի թե ոչ։ Այսպես նայենք, նախ Ամերիկայի հետ կապված ցանկացած պայմանավորվածություններ մեր երկրի համար դրական ու աշխարհի ամենահզոր պետությունն է։ Բայց այդ պայմանավորվածության մեջ ցավոք թրիփի հետ կապված մենք գործընկեր չենք։ Այն որ Դոնալդ Թրամփը ուզում է ցույց տա, որ իմ ընկերներն են Ալիևը, Նիկոլ Փաշինյանը, դա այդպես չի։ Նա ուղղակի այդպես իր ոճն է, կասեմ նաև ինչի։ Խնդիրը սա է, մենք 49 տարով տալիս ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մենակ այդ 74%-ի մասին չի խոսք, այդ պայմանավորվածությունները որ կան են, չէ՞, ամեն ինչ կապում ենք Թրամփի անձի հետ, բայց Թրամփը մաշվող ռեսուրս է։ Թրամփի հայ-հայը գնացել է, մնացել է վայ-վայ։ 2026 թվականի այս տարվա նոյեմբերին էլ եթե հանկարծ ինքը կոնգրեսում մեծամասնություն չունենա, կարանք այդ օրվանից արդեն միացնենք վայ-վայի երաշտությունը։ Այսինքն ամբողջը կապել իր հետ, մենք ուզում ենք Ամերիկայի հետ գործընկեր լինենք, որը երկարաժամկետ լինի։ Հիմա չեն կարող ասել, որ Ամերիկայի հետ չէ, որովհետև հիմա այս պայմանավորվածությունը թրիփի, Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը ձեռք բերեց Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը, որը գնաց պայմանավորվեց, որից հետո Թուրքիայում Ամերիկայի դեսպանը ասեց այդ ծրագրի մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ մեր խաղաղության խաչմերուկը ներկայացրել ենք բոլորին, առաջինը Ռուսաստանին, որը մերժեց, հետո Չինաստանին, նրանք էլ մերժեցին, ասեցի լավ, նայենք, net չի որ վերջնական մերժեցին, բայց նայում էին։ Այդ ընթացքում ասեց, հետաքրքրություն հանդես բերեց Թրամփի ադմինիստրացիան։ Այսինքն ինքը ընդունում է, որ նախաձեռնությունն եկել է Թրամփի ադմինիստրացիայից, բայց չի ուզում, որ մենք նկատենք, որ Թրամփի ադմինիստրացիան մինչև քո հետ պայմանավորվելը Ադրբեջանի հետ էր պայմանավորվել, որ Ամերիկան դա երկարաժամկետ վերցնի եւ Ամերիկայի դերակատարությունը մեծ լինի։ Ու այս պարագայում, երբ որ Թրամփի ադմինիստրացիան ասում է Ադրբեջանի, Հայաստանի հետ կապված հարցերը մենք ճշտում ենք, կոորդինացնում ենք Թուրքիայի հետ, ոնց կարող է պատահել, դա ինձ չմտահոգի։ Եթե Ամերիկան տեսնում է դերակատար Թուրքիային, այստեղ, տեղից էլ որ ինքը Թուրքիային շատ մեծ դերակատարություն տվեց Սիրիայի հարցում, անգամ խրախուսեց, որ Սիրիան վերցրեց, 2000 տարի Սիրիան մնում էր այսինքն ինքը նույնիսկ ընդունեց, որ Սիրիան անցել է Թուրքիայի տիրապետության տակ, չհամարեց, որ ներսի ուժերը հաղթեցին, այն դեպքում, երբ որ ներսի հաղթողին ինքը ընդունել է բարձր մակարդակով։ Այսինքն իհարկե Թուրքիայի դերակատարության մեծացումը չի կարող գոհացուցիչ լինի, բայց խնդիրը հոմենակ դա չի, խնդիրը ուրիշ է։ Իրանին դուրս չի գալիս թրիփը, ասում է դուք դա անում եք իմ սահմանի վրա, Ամերիկային բերում մտցնում եք։ Հիմա Հայաստանի իշխանությունները մի օր ասում են թրիփը մեր անվտանգության երաշխիքն է, այ բերում ենք, որ պահենք։ Հենց ասում են անվտանգության երաշխիքն է, չնայած որևէ փաստաթղթում անվտանգության մասին խոսք չկա։ Այդ ընթացքում Իրանն ասում է չհասկացանք, ամեն օր ուզում է Ամերիկանից հարվածի։ Ո՞նց է դա քո անվտանգության երաշխիքը։ Դու բերում ես Ամերիկային իմ սահմանին, ես կանգնացնում։ Մերոնք ասում են, վայ չէ, սա տնտեսական գործարք է։ Ինչ անվտանգություն, ամերիկացիք դե չեն մտնելու։ Բա որ ամերիկացիք չեն մտնելու, սա տնտեսական գործարք է։ Մեր անվտանգությունը թրիփով ոնց է ապահովվելու։ Այսինքն իրանց թվում է, թե այս ասում ենք իրանցիների համար, այս ասում ենք ներքին լսարանի համար, բայց այսօր ներքին անվտանգության ապահովումը այն համատեքստում է, որ առնվազն Ադրբեջանը չի կրակի, եթե այդտեղ տնտեսական համագործակցություն լինի։ Բայց Ադրբեջանը թրիփի ստորագրելուց հետո օգոստոսի 8-ից հետո
ավելի ագրեսիվ չի սկսել խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին։ Պետական մակարդակով չի խոսում, որ մենք ոչ թե պետքա տանկերով Մի օր մի բան է խոսում հանուն արդարության պարոն Անտինյան, մի օր մեկ այլ բան է խոսում։ Դավոսում դուք լսեցիք Ալիևի հռետորաբանությունը։ Հիմա տեսնենք մի բան։ Երբ որ ինքը պետական մակարդակով ֆինանսավորում է կառույցների, իրանց միլիմեջլիսի падգամավորը կոորդինացնում է այդ աշխատանքները։ Միջազգային սիմպոզիումներ են անցկացնում։ Ներկայացնում, որ Հայաստան պետություն չի եղել, դրանք եկվորներ են։ Ամբողջ աշխարհի շուրջ ստեղծում են տպավորություն, որ Հայաստանը դա արհեստական պետություն է։ Հիմա երբ որ մենք կանգնում ու ասում ենք, որ դա վտանգ չի ներկայացնում, մի հատ նորից վերադառնանք, թե մենք ինչի առաջ կանգնեցինք։ Նիկոլ Փաշինյանն ասեց, քանի որ միջազգային հանրությունը Արցախը ճանաչում էր Ադրբեջանի կազմում, մենք չէինք կարող դեմ գնալ դրան, դրա համար Արցախը հանձնեցինք։ Ստորագրեցինք, ասենք Արցախը Ադրբեջանի կազմում է Պրագայում։ Ինքը արդարացնում էր, որ մենք հոտ չենք կարող միջազգային հանրության դեմ դեմ։ Երբ որ դու դա ասում ես, դու խաղաքարտերը տալիս ես Ալիևին։ Կարող է մեկը մտածի պատահական չհասկանալով անում, մեկը կասի դիտավորյալ, մեկը կասի վաճառվել, դա դնենք ամեն մեկի քաղաքական ճաշակին։ Բայց այդ դեպքում Ադրբեջանը ինչ է մտածում, ինչ է ինտենսիվացրել։ Ասում է, եթե ես միջազգային հանրությանը համոզեմ, որ Հայաստան պետություն չի եղել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանը հանձնել։ Դե ասում է, միջազգային հանրությանը դեմ չենք գնալու։ Եթե դա իսկապես վտանգ չի, Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը, որը Նիկոլ Փաշինյանը նշանակած մարդն է, շատ իր կողմից վստահելի անձնավորություն։ Ոնց է մեր համար շատ լուրջ վտանգ ներկայացնում մեզ իր հաշվետվության մեջ, հատկապես որ տարածքային պրետենզիա ունի Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ։ Այդ որ մենք ենք ասում են դե լավ էլի Կիկոսի մահը սարքեցիք։ Բա որ դուք եք ասում պետական մակարդակով դրա վտանգների մասին, բա դա ում մահն է։ Այսինքն նշանակում է, որ երբ որ Ադրբեջանն ասում է պետք չի տանկերով մտնենք, կմտնենք ավտոմեքենաներով, այսինքն կստեղծենք այնպիսի մթնոլորտ, որի պարագայում մենք շատ հանգիստ կարող ենք գալ մեր տարածքներին տեր կանգնել։ Այդքան իրանք բրոշուրներ, այդքան չգիտես ինչեր, տարածում են այդ ամեն ինչի հետ կապված։ Մենք համարում ենք, որ ընդհանրապես ասենք, որ գեղեցիկ չի, որ դուք այդ մասին խոսում եք, դա բավարար է։ Իհարկե դրա մեջ վտանգ կա։ Այդ դրա համար այն ինչ որ ինքը մտածում է, որ քանի դա գտնվի Ամերիկայի ազդեցության տակ, հիմա դուք մի բան էլ նայեք, Ամերիկայի նախկին ադմինիստրացիան շահագրգռված չուներ Թրիպի մասով։ Բացի որ անունը Թրիպ չէր լինի, որովհետև Տրամպի անունը չէր լինի, եթե Տրամպը չէր նախագահ։ Դա դնենք մի կողմ։ Իրանք հետաքրքրություն չունեին։ Ինչ երաշխիք որ հաջորդ եկողը մեր պատկերացրած հետաքրքրությունը ունի։ Դե պետք է աշխատել, պարոն Անտոնյան։ Էլի աշխատես, բայց ինքը պետք է որոշի, որոշողն ինքն է։ Նա կարող է 49 տարով վերցնի, բայց այն նպատակին, որ պիտի ծառայեր Հայաստան ներդրումներ գար եւ այլ, դա տեղի չունենա, որովհետեւ հիմա Իրանը ինչ է ասում։ Մենք մեր սխալ թրջկոտելու պատճառով բոլորին հասելու վատ սովորությունը, թե դա քաղաքականություն չի, ոչ էլ բալանսավորված քաղաքականություն է։ Դա այլ բոլորին հասողները լրիվ այլ կատեգորիայի են, այլ տեղեր են կանգնում։ Ի վերջո հայ ասել Իրանին, Իրանը խնդիրների մեջ ասում ես մենք ինչ որ պայմանավորվել ենք Նիկոլ Փաշինյանի եւ Մասուդ Փեզեշքյանի հետ նախագահի այդ բոլորը ուժի մեջ է եւ մենք ռազմավարական գործընկերության ճանապարհով ենք գնում Իրանի հետ։ Հիմա Իրանը կանգնում է ասում Ամերիկան ուզում է ինձ հարվածի։ Կողմնորոշվեք տարածաշրջանի երկրներ, ում հետ եք։ Նա չի թողում է, որ մենք ակտիվ չեզոք մնանք։ Չի թողում ընդհանրապես չեզոք մնանք։ Քանի որ մենք իրան հավատարմության երթում ենք տվել անիմաստ տեղը։ Նա մեզ պարտադրում է կողմնորոշվի, դու հիմա ինձ հետ ես թե Ամերիկայի։ Իսկ մենք ասում ենք Ամերիկային կբերենք, Իրանի հետ կպայմանավորվենք, Իրանի շահերից է բխում, որ Ամերիկային բերենք։ Մեկ էլ Ամերիկան աշխարհի բոլոր տեղերը ցանկանում է սահմանափակել Չինաստանի շարժը, դա լինի Պանամայի ջրանց, դա լինի Գրենլանդիայի կողմերը, դա լինի Եվրոպայի, ամեն ինչ, բայց Թրամփը Նիկոլ Փաշինյանի ճկուն դիվանագիտության պատճառով որոշել է չինական ապրանքը Հայաստանով տանի Եվրոպա։ Դուք լուրջ համարում եք, որ դա մտնում է Թրամփի առաքելության մեջ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։
այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, գինը 15,000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մեր այլ ընտրանքը ո՞րն էր, պարոն Անտինյան, ասում են նոյեմբերի 9-ը պետք է իրականացվեր այդ դեպքում, նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Կար երրորդ տարբերակ, որը չընտրեց այս իշխանությունը կամ չգնաց այդ ճանապարհով։ Դե ասեմ հարցը որն է, էլի։ Հենց վատը նա է, որ մեզ ասում են ունենք մի վատ բան, եթե դա չենք ունենում, մնում է ավելի վատ բան։ Այսինքն մոտարապես էսպես, դու ում պետք է ընտրենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի Քոչարյանն է, եթե Քոչարյանը չի Նիկոլ Փաշինյանն է։ Ժորժ ջան, heç չեք նկատել մեր դեմ դիմաց, որ sense ուղիղ նայում ենք, ինձ մի հատ Եվրոպա կա։ Որ ուզում են որ Հայաստանը իր հետ լինի, ուզում են գործընկեր լինի։ Իրանք են առաջարկել, որ եկեք, առավելագույն բարենպաստ պայման են ստեղծում դրա համար, եւ մենք մեծ հաճույքով կարող ենք նաեւ այդ ճանապարհի հետ կապված Եվրոպայի հետ համագործակցության ավելի ինտենսիվ քայլեր անել։ Ադրբեջանը, Թուրքիան դեմ չէին ելնելու, որ Եվրոպան դերակատարություն ունենար։ Որովհետև Ադրբեջանը գործընկեր է Եվրոպայի հետ, Թուրքիան Եվրոպայի հետ նույն տնտեսական տիրույթի անդամ է, առաուտ է ծիրիգուել լացուկոցը դնում է, որ մտնի Եվրամիության անդամ դառնա։ Այսինքն այս պարագայում այնպես ստացվեց, որ տեսեք, Եվրոպայի բոլոր ազդեցիկ պետությունները մերժեցին խաղաղության խորհուրդը։ Իդեպ դուք դա ծուղակ եք համարում Հայաստանի համար, ինչու։ Հիմա խաղաղության խորհուրդը եվրոպական երկրները մերժեցին։ Բայց այդ ընթացքում Հայաստանը համաձայնվեց։ Հիմա մարդիկ կան, որ դա ներկայացեցին իշխանությունը պես փայլուն գործարք։ Տեսակ Տրամպի կողքը հավասարը Նիկոլ Փաշինյանը նստած։ Նախ այդ փաստաթղթի մեջ գրած է, որ այդ կառույցը պետք է լինի Տրամպի ենթակայության տակ։
Տրամփի ենթակայության տակ ի՞նչն է հավասարը հավասարի։ Արդեն դու թուղթ ես ստորագրել, որ դու ենթակա ես։ Կարող է ինչ ստորագրել։ Դե իմ ասեմ։ Երբ որ ներկայացնում ես մի բան, որ ճարներս ինչ էր որ չստորագրենք, մենք Տրամփին կարող ենք չասել, եւ մեկ էլ ներկայացնում ես որպես շոշափելի հաջողություն, դա մոտարապես կոպիտ ասած նման է նրան, որ բռնաբարվելուց հետո ասես չէ, ես իմ կամքով եմ համաձայնվել։ Ժորժ ջան, ինչ եք խոսում։ Ես իմ կամքով։ Հետո ասում են, բայց կարող էի, հետո ասում, բա կարող էի մերժեմ։ Ավոր չէի կարող մերժել, ինչ ես ասում քո կամքով։ Այսինքն խնդիրը որն է, մենք մի հարցում, որպեսի այսքան վայրիվերումների մեջ չմտնենք, մի խնդիր կար, չէ՞։ Եթե մենք գոնե հայտ ներկայացնեինք Եվրամիության անդամակցության, պարզա մի օրում, մի ժամում կամ մի տարում չէինք դառնալ։ Բայց դառնում է ժամանակացույց, դառնում է պարտավորություններ, դառնում է ճանապարհային քարտեզ, այդ ընթացքում, երբ որ Թրամփն ասում է կմիանաս մեզ, ասում ես մեծ աղբեր, խաթրդ շատ է, ոնց կարամ ես քեզ մերժեմ, բայց այս պարտավորությունները ինձ թույլ չի տալիս, որ ես քեզ միանամ, որովհետև եվրոպական ազդեցիկ պետությունները դա մերժեցին։ Այսինքն մենք շատ հանգիստ կարող էինք չմիանալ, եթե մենք գործընկեր ճանաչեինք Եվրոպայի։ Իսկ մենք կկարողանայինք այդ ընթացքում չեզոքացնել ռուսական վտանգները։ Բայց ռուսական վտանգի հետ կա, ինչի ձեզ թվում է, որ Թրամփն ու Պուտինի հետ կապված մեր վտանգը ավելի փոքրացել է։ Ցանկացած պարագայում ցանկացած թղթով Տրամփը կհանձնի Հայաստանը Պուտինին։ Այդ ինչի վրա է այդպես վստահ։ Մարդը կանգնում է սպիտակ տանը կանգնում ամբիոնի մոտ, ասում է դե Կովկասը բանի Ռուսաստանի ազդեցության գոտի է։ Որպեսի արդարացնի, թե ինչի է արևմտյան աշխարհամասը իր ազդեցության գոտի։ Չէ, բայց նաև ասում են, որ այդ ազդեցության գոտում ես կարողացա հարց լուծել։ Չէ, ես լուծեցի, բայց Իրանն է։ Այսինքն ինչ է նշանակում Իրանն է։ Ինքնիշխան պետությունը ինչ որ մեկի ազդեցության գոտու տակ է։ Դա ինքը դա ինչի համար է ասում, որտեղ նա առաջ է քաշել մի բան։ Մոնրոյի դոկտրինը, որ խնդրում եմ Ամերիկա աշխարհամասի հետ գործ չունեք, այդ իմն է։ 1823 թվականի ԱՄՆ 5-րդ նախագահ Ջեյմս Մոնրոն ասել է մեր համար մեծ նշանակություն ունի, որ չթողենք այս նոր անկախություն ձեռք բերող լատինամերիկյան պետությունների վրա թաթը դնի Եվրոպան։ Դա իր դոկտրինն է, ոչ թե այդ երկրների դոկտրինն է, բայց ինքը հիմա այնց է ներկայացնում, որ դա ինձ է պատկանում, դուք չեք հասկանում, համոտարապես Մոնրոյի դոկտրինով թափահարելը եւ ասել դուք պարտավոր եք ինձ ենթարկել դա նույնն է, ոնց որ Վլադիմիր Պուտինը վերցրել է, սահմանադրության մեջ գրել է, որ Դոնբասը, Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիան, Խերսոնը իմն է, իր սահմանադրության մեջ։ Ու հիմա ասում տվեք ինձ, ասում են ինչի, ասում բա գրել եմ, հնգերջա դու կարես Կիևն էլ գրեիր։ Հո գրելով չի։ Այսինքն ինքը բաները արդարացնում Պուտինին, որ իրան ագրեսոր չասեն։ Որտեղ ասում է Գրենլանդիան ուզում եմ, դե ասեն, որ ինքն էլ Ուկրաինան ուզելն է ճիշտ անում։ Բա Գրենլանդիան եթե ինձ հետաքրքիր է, Ուկրաինան էլ իրան է հետաքրքիր։ Եթե Գրենլանդիան իմ ազդեցության գոտին է, Կովկասն էլ իր ազդեցության գոտին է։ Այսինքն ինքը անուղղակիորեն Պուտինին արդարացնելով իր ագրեսիվ քաղաքականությունն առաջ տանը, բայց վտանգը որն է։ Նույնը խաղաղության խորհրդի մասին որ ասեցի։ Իսկ խաղաղության խորհուրդը եթե Ամերիկան մերժեց, իսկ պարզա որ պիտի մերժի։ Դա չի լինելու է Ամերիկայի հետ պայմանավորվածություն։ Դա լինելու է Տրամփի հետ, որին Ամերիկան մերժելու է։ Որևէ լուրջ քաղաքական գործիչ Ամերիկայում, մանավանդ արխիվում ընտրություններ են, առիթով բաց կթողի։ Դու 193 ՄԱԿ-ի անդամ պետություններից ընդամենը 69-ին ես հրավիրել։ Որտեղ չես մտածի, որ մյուսները կգան։ Ընտրել ես քո կողմից, քո պատկերացմամբ նրանց ովքեր չեն մերժի։ 60-ից 21-ն է համաձայնվում։ Այսինքն նույնիսկ քո ընտրածի մեջ 1/3 դες հազիվ ապահովել։ Դա արդեն խայտարակություն է։ Ու այդ պարագայում ստացվում է այնպես որ Ամերիկան կարող է, եթե դա լուրջ փաստաթուղթ էլի կոնգրեսը պետք է անցկացնի կոնգրեսով։ Եթե դա ընդհանրապես թղթի կտորը, այդ ուրիշ բան։ Եթե դա լուրջ փաստաթուղթ է, որը այլընտրանք է ՄԱԿ-ին, ոնց եք պատկերացնում, բանը Ամերիկայի նախագահն ասում է ՄԱԿ-ը մեզ այլևս հետաքրքիր չի, մենք նորն ենք ստեղծում ՄԱԿ-ին այլընտրանք, եւ Ամերիկայի կոնգրեսը դա չվավերացնի։ Ու դուք կարծում եք Ամերիկայի կոնգրեսը կվավերացնի այդ խայտարակությունը։ Բա եթե չվավերացեց, ինչ է ստացվում։ Մենք ստորագրել ենք փաստաթուղթ Թրամփի հետ, Ամերիկան մերժել է Թրամփի առաջարկությունը։ Բա մենք ում հետ ենք ստորագրել։ Եվրոպային էլ նեղացրել ենք։ Իրանն էլ մեզանից նեղացել է, ասում է կողմնորոշվի։
Բայց հետո ասում եք բալանսավոր, այս ձևի են բալանսավորում։ Բادرաման ենք մտահոգված։ Վերադառնալով թրիփին եւ ամփոփելով պարոն Անտինյան, հիմա թրիփին նայենք ԱՄՆ-ի տեսանկյունից կամ ԱՄՆ-ի աչքերով։ Հիմա Վենսը ինչու է գալիս, եթե թե այնտեղ չեն կանխատեսում, որ կարող է Թրամփը խնդիրներ ունենա վերընտրվելու հետ կապված եւ այդ ծրագիրը մնա այդպես թղթի վրա։ Թրամփը շանս չունի վերընտրվելու, սա երկրորդ ժամկետն է։ Այսինքն նշանակում է Թրամփը գնալու է։ Շատ լավ, գալիս է բոլորովին այլ քաղաքականություն վարող ուժ։ Հիմա իրենք այս պայմաններում Վենսի այցը Հայաստան, իրենք ինչ կարճաժամկետ խնդիր են լուծում, կարճաժամկետ նպատակ ունեն եւ Այսպիսի խնդիր, բայց եթե Վենսը գալիս է, բնական է գալու է թրիփի հետ կապված երկու երկրների հետ պայմանավորվի գործերն առաջ տանելու համար։ Այդտեղ որևէ զարմանալու բան չկա։ Բայց հիմա, երբ որ այն լարված ժամանակ մեր իշխանությունները Իրանի փոխարտգործնախարարին ընդունեցին եւ իրանց հավատարմության երթումը տվեցին, աբսուրդ էր։ Կապ չուներ, որ իրանք արյան մեջ խեղտեցին այդ շարժումը։ Հարցը նա էր, որ մնացած բոլորն ասում են Հայաստան, դու ես ինչ ես անում։ Դու ում հետ ես։ Նույնիսկ եթե Հայաստանը չի կարող ասի, տեսակ ես ճիշտ դուս եկա, իրանք արյան մեջ խեղտեցին, դու արյան մեջ խեղտողին ինչ էր հավատարմության երթում տալի։ Հիմա խնդիրը ուրիշ է։ Վենսը եկավ ավելի ակտիվ քայլեր են անում, չէ՞։ Բա դրան զուգահեռ որ ամերիկյան նավատորմը մոտենում, ավիակիրը մոտենում է, եւ ամեն օր ասում են խփելու է։ Ամեն օր Իրանից լսում եք հակառակ հոխորտանքը, որ կխփես պատասխանը կստանաս։ Այսինքն մենք անիմաստ տեղը կոնֆլիկտի կողմ դառանք, էլի դա էր մեր խնդրը։ Հիմա եթե Վենսի գալը նաև առաջացնելու է մեկ ուրիշ հետաքրքրություն, որ այնուամենայնիվ Իրանը, այսպես նայենք, Իրանը կարող է Ամերիկայի տարամաչափը չունի այդ բարձա, բայց մեծ վատություն անելու չափ տարամաչափ ունի։ Այդ մենք չպետք է մոռանանք։ Առավել ևս որ Ամերիկան չի ասե, որ մենք Իսրայել չենք Ամերիկայի համար, որ ասի խաթրիտ կպնողը ինձ հետ գործ կունենա։ Մենք տենց պայմանավորվածություններ չունենք։ Այդ իսկ պատճառով, եթե Իրանի սահմանով անցնող որևէ երկաթգծի հետ որևէ բան եղավ, դա չի նշանակում որ մանավանդ որ մենք գիտենք դա կառուցվելու է այնքան ժամանակ, որի ընթացքում Թրամփն այլևս նախագահ չի լինելու, բանը փոխվելու։ Այսինքն շատ բան կապել այն անձի հետ, որը գնացող է, որը կարող է անգամ իր լիազորությունները կորցնի, նույնիսկ հանրապետականները այսօր որ մեծամասնություն են կոնգրեսի երկու պալատներում, սենատում են ներկայացուցիչների պալատում, անգամ նրանք շատ դեպքերում ցես դեմ են տալիս, մերես ինչ ես անում, ինչ Գրենլանդիա, այս ինչ ես անում, Եվրոպայի հետ ինչ ես հարաբերություն վատացնում, չունի Տրամպը այդ հնարավորությունը, որի վրա մենք կառուցենք այդ, առավել ևս որ Տրամպի հետ կառուցելով մենք Ամերիկայի բարեկամը չենք դառը, իսկ Տրամպի բարեկամը չենք դառը, որովհետև ինքը սիրում է դիկտատորներին, իր գործընկերները նա ասում է կրողներին, ուժեղներին, իր համար կիմ չննա իր անգերը, այդ առումով Բաքու այցը ինչ կտա ամերիկյան կողմին։ Գնալու են Բաքու ինչ անեն։ Չէ, Բաքու իրանք մինչև էտել էին Բաքվի հետ խոսում։ Թրիփի հետ կապված պայմանավորվածությունները գնում են Բաքվի հետ ճշտում են, որպեսզի իմանան Հայաստանի հետ ինչ են խոսում, սա առաջի դեպքը չի։ Այն դեպքում, երբ որ խոսքը ոնց էր գնում, որ թրիփի մասը վերաբերում է մեր երկուսին, Հայաստանի եւ Ամերիկան։ Ամերիկան փող չի դնելու 74% ունենալու պարագայում։ Այդ էր մնացել։ Ամերիկան պատվիրակելու է բերեն փող դնեն։ Ինքը չի դնելու։ Մանավանդ Թրամփը գիտի, որ իր օրոք դա չի կառուցվելու։ Ինքը այսօր քաղաքական էֆեկտից է ուզում օգտվի։ Ինքը նույնիսկ կարող է այդ ամեն ինչ անի, մտավախությունը որն է։ Օրինակ, այսպես նայենք, Թրամփը անում է շատ լավ բաներ ու շատ վատ բաներ։ Բայց քան որ ինքը այսօր մի բան կարող անի, հաջորդ օրը քնից արթնանա, ուրիշ բան անի։ Դրա համար երբեք նույնիսկ լավը չես կարող ասել լավը, որտեղ վաղը կարող է փոխվի։ Մինչև Թրամփը չգնա, չես կարող մի հատ մոնիտորինգ անել, ասել Ժորժ ջան, բայց դե լավ բան արի։ Իրա բոլոր արածները վատ է։ Ինչի, որտեղ դա վաղը կարող է ինքը փոխի։ Այսինքն, եթե ինքը նույնիսկ ուզում է բազարի նստի, բանակցության նստի Պուտինի հետ, կարող է ասի, տեսար, սա քո ազդեցության գոտին էր, եկա մտա, երկաթգծի հետ կապված պայմանավորվեցի, կոմունիկացիաները պայմանավորվեցի, Թուրքիան ու Ադրբեջանը ինձ հետ համաձայն են, Հայաստանը համաձայն է, դե գինը վճարի տամ քեզ։ Բայց չենք այդքան վախեցած, որտեվ ես վստահություն չունեմ Տրամփի վրա։ Այս
20 տարուց ավել ասել եմ Հայաստանի ապագան պետք է Ամերիկայի հետ լինի, բայց ես չեմ պատկերացնում, որ կարամ ես վստահ ասեմ ժողովուրդ ջան, եթե Տրամփի հետ լավ ես, Ամերիկայի հետ լավ ես։ Չէ, ինքը կարանես գործարքներ անի։ Ինքը Ամերիկայի այն ֆենոմենը ինքը ուղղակի դնում ջարդում է։ Այդ է խնդրեմը։ Այն ինչի համար որ ասել ես Ամերիկան թույլի իրավունքը կպաշտպանի, Ամերիկան որպես գերտերություն աշխարհում կարգ ու կանոն կհաստատի, ինքը ասում է, չէ, ինչ եք խոսում։ Ուժեղը մտելա գրավելա Իրանն է։ Դե դու արի այդ մարդու հետ բա, նա ուզում է Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ երկրից ուզում է տարածք վերցնի։ Իրան ուղղակի ասում են չես կարա, ճնշում են։ Նա ասում է Եվրոպա արի ես քո դեմ մաքսատուր կկիրառեմ, դու պետք է կոտրվես, նրանք էլ ասում են ինչ ուզում ես ասա։ Մի բան էլ ասեմ, խաղաղության խորհուրդ կանչեց բանում Դավոսում Զելենսկուն։ Ասեց ստորագրես 800 միլիարդ ստորագրում է, որ դու կստանաս Ուկրաինան վերականգնելու փողը։ Ասեց չեմ միանալու ես։ Բանին խաղաղության խորհրդին։ Ոնց կարամ ես լինեմ միտեղ, որտեղ օկուպանտ Ռուսաստանը ուզում է լինի։ Բայց ինչ ստացվեց արդյունքում։ Ինքը սկզբունքով վաղ այդ 800 միլիարդը իրան տալու են։ Որտեղ եթե դու ցույց տվեցիր քո դեմքը, իսկ ավելի նեղ չի Ուկրաինայի տեղը, քան Հայաստանի։ Բայց ինքը մերժեց, չէ՞։ Բայց նույն Զելենսկին, որը հրաժարվեց 800 միլիարդի այդ ստորագրելուց, ասեց դե մի հատ Patriot հրթիռներն էլ մի հատ տուր, որովհետև ահագին գործ ունեք։ Գնաց Դավոս Patriot հրթիռների հարցը լուծեց, հետ եկավ եւ Տրամփին մերժեց խաղաղության խորհուրդ միանալ։ Այս է խնդիրը։ Մենք պետք է մտածենք, թե օրինակի համար լավ էս քայլը արեցիք, որպեսզի մենք այդքան արհավիրքների մեջ չխառնվենք իրար, դրա համար եմ ասում, մի խնդիր կար։ Այդ որ գնում էիք Շանհային միանում էիք, հասարակության կարծիքը հարցրեցիք, կամ խաղաղության խորհրդին որ միանում էիք հարցրեցիք, հենց հարցը հասնում է Եվրոպային ասում են դե մի հատ չիմանանք, մեր ժողովուրդը ուզում է թե չէ։ Այդ մնացածները ժողովրդին շատ են կոտորվել էիք հարցնելով։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։